չկասկածի այդ դրսից տղաբերողներին եմ ասում, ոչ ոք չկասկածի, որ եթե դրսից ասեն ձեր ոչ նորմալ ընտրություն է, որ դրսից ասեն ձեր մարդիկ ուր են, դեպիր են, նրանք քվեարկել են ընդդիմության օգտին, բայց մենք կօգնենք, որ այդ ձայնը գա դեպի ձեզ, մենք ասում ենք, այդ ձայնը մերն է չեք ստանա և որով է ձևով, նույնիսկ դուպուկահարներով, չեք կարող տասեցնել մեր միասնական ճշգրիտ ընթացքը, պետությունը փրկել ժողովրդի ձայնը գողացող ռոթակախմբից, և մենք դա անելու ենք միասին, անելու ենք դա, պաշտպանելու ենք դրա հաղթանակը։ Սիրելի հայրենակիցներ, մենք վաստակել ենք այս պահը, այս միասնությունը միասին և այևս երբեք այս հրապարակում չեմ ուզում նստել ոչ Ռաֆի անունը, ոչ մի ուրիշ անուն, մի անուն կարող եք, դա մեր երկրի, մեր պետության անունը, ուրիշ ոչ մի անուն։ Այնքան ուժ ենք տալիս իրար, որ գիտենք, որ պայքար է, որ գնալու է մինչև կատար, մինչև հաղթանակ, և դուք տեսնում եք արդեն այդ հաղթանակի դրսևորումը, միասնությունը, տարբեր մարդիկ, տարբեր համոզմունքներով, ովքեր զգում են, որ սա մեր ազգի պետության, մեր երեխաների ապագան է, որ կերտում ենք։ Այս հրապարակում քաղաքացին, քաղաքական ուժը միասին է գալու և գերդելու ենք Հայաստանի Հանրապետության նոր օրակարգը։ Այնքան ուժ ենք տալիս այսօր, այսքանի օրը, և ես այդ ուժի գալիք ունեմ, միայնակ չեմ կարողան, և դուք գիտեք դա, դրա համար դուք համ ընտրել եք, համ եկել եք գամավոր, առանց իմ զանգի։ Այսօր ելույթ ունեցան նաև առաջի օրը տարբեր գործիչներ, Փաշինյան, Ռուբինյան, Վարդանյան, էլի շատ ու շատ կգան միանան քաղաքացիական հասարակության մեր հրաշալի երիտասարդները, ովքեր մեզի լույս են տալիս և ապագա են ցույց տալիս։ Իսկ այսօր մեզ միանում է մի պատվարժան հայրենագից, ով իր և մեր գուսակցությամբ հանդերձ, իմ բաբերի գուսակցությամբ հանդերձ, հանուն հայրենիքի, հանուն միասնության, տանում է ազգային շահը, քաղաքացու իրավունքը, պետության ինքնիշխանությունը, ուր որ պետք է, Ստրասբուրգ է, թե Անկարա է, Մոսկվա, թե Վաշինգտոն։ Մենք ունենք մեր շահը և այդ շահը միասին պիտի իրացնենք։ Այդ շահը առաջ երկին քաղաքացու շահն է, հետո ազգի, հետո պետության, ողջունեք, հայ հեղափոխական